Ողջույն, իմ ծնող ու սուրբ հայոց ազգ, ողջույն սիրելի քույրեր, մայրեր, եղբայրներ, ընկերներ, աղբերներ։ Չգիտեմ, ես կան խոսելուց հետո միգուցե համարյա բան չկար ասելու։ Նման են բանի, որ մեկը ստոլբեկի վրեն բաներ ա կպցնում, թռուցիկներ, բայց վրեն բան գրած չկա, ոստիկանը բռնում ասում ինչ ես, գրե ասում է հեղափոխության թռուցիկ։ Սմա բաց վրեն գրած բան չկա, ասում առանցնել բոլորը գիտեք ինչա։ Հիմա այսքանը մենք բոլորս գիտենք, մնում է ընդամենը կեցիկներով և արյամ իշխանության եկած Սերժիկ Ազատի Սարգսյանի մի հարց տա, ընդամենը որպես ազատամարտիկ։ Պարոն Սարգսյան, ես հողի վրա, ես հողին քանի տեր եղել, քանի թագավոր, քանի սուլթան ու իշխան ու չգիտեմ, եկել են ու անցել։ Բայց մենք ձեզ ասում ենք, որ բոլոր եկած անցածները մինչև հիմա բոլոր հերոսակների հետ միասին այդքան վնաս տվեցին իմ ազգին, ինչքան դուք ես 25 տարում։ Նույնիսկ այսօր, երբ որ այդ բենամուսներից, ազգադավներից, ապիկարներից այս ազգը 25 տարի կերակրել է, դուք նրա ազատարարներին ուզում եք սովամահանել։ Ամոթ է, ամոթ է, ամոթ։ Սերժիկ Ազատիչ, նույնիսկ դու չես լսում կամ քեզ չեն ասում, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրական սարքեր, հարթուկա, լվացկա, մեքենայա, չգիտեմ ինչա, միացնում են այդ խարապ պլաստիկի նման մի ապաղաղ Սերժիկ հեռացիր ա գորում, չես տենում էդ քանը։ Բայց դու և քո նախորդները, ես և ոչ մեկ ստեղ չի կարծում, թե դավաճան էիք ծնվել։ Նույնիսկ դուք ինձ լավ կհիշեք, 90 թվի ձմեռը Շուշիից իրեք ոստիկան, որ եկել են Ստեփանագերտ, վերցեցինք, հետո փոխանակեցինք։ 91 թվի գարնանը, որ երեխաներս բերել էի Խոջալույից պտի թրցնեի, չէի տոնում, և ճիշտ էին անում, հրամաներ եկել, դուրս եկել, որ չպետք է Ղարաբաղը դատարկվի։ Դուք եկաք ճանապարհի դրեցիք։ Ես այդ խաչիկն եմ, որ 6 տարի Ղարաբաղում եմ եղել։ Այսօր ունեմ երևի իրավունք պահանջելու, ասելու Սերժիկ Ազատիչ։ Ոնց է Ղարաբաղում ինչ էինք ասում։ Մեկն էլ ես Ղարաբաղ չտեսածս կյանքում։ Չէինք ասում մենք մեր հողն ենք պաշտպանում, ուզում է 100 միլիոն լինեք թուրքերը։ Մենք հաղթող ենք ասում ենք։ Եվ այսօր իսկապես Սասնա ծռերը, որոնք երևի այդ լուսազարները երկնառակ էին մեր ես ամոթի խարանը ստրուկի ու խեղճի մեր ճակատներից մաքրելով, իրենց կյանքի գնով, մաքրելով, այսօր կանգնել են այդ տղաների առաջ խոնարհում է պետք։ Ցանկացած ազգ ու երկիր երազեր նման տղերք ունենալ, դուք ինչ եք անում, դա ձեր մեջ հայանում։ Համենտաշ մի բանել եմ ասում, 25 տարում ասում եմ դուք ենքան վնաս տվեցիք երթագայող չգիտեմ օտարադիրները ուրիշանուն չեմ ուզում տալ, որքան իր բազմահազար տարիների պատմության մեջ որևէ ոսող բոլորը միասին գումարած չեն տվել։ Ինչ կներ այսօր մեր երկիրը իր մարդկային
Աստվածային արարումով օժտված ես ժողովրդով, ես բնական ռեսուրսներով, ինչ ծաղկուն երկիր կներ տարածաշրջանում, երբ որ մենք ունենք նախադեպը Իսրայելի, ընդամենը 48 թվին, հողեր տվին, հող չեր ավազել, ոնց ասում էր վարչապետը իրաց, ներողություն, գետերը տվին ցամաքեր, մի լիճկան էլ աղի մեջս կի գործել չեր աչում, բայց այսօր աշխարհին իր կապտա չէ թելադրում։ Նույնը Սինգապուրը, որ ընդամենը մեկը, որ դուք ձեզ աստվածները կրճակել այստեղ մարդը 3 մանետ փող փաստելով է ժողովրդից։ Երկար տարիներ աշխատել էր եւ կոռուպցիայի մեջ էր եղել եւ ամեն ինչի։ Բայց այսօրվա ոչ թե Հովիկ Աբրամյանի նման, չգիտեմ, կրծող էր, այլ տղամարդ էր իր ազգին։ Ցավոք, մի անգամ ձերքը սեղանի խփեց եւ ասաց. «Всё, ես չեմ անում, դուք եք միանաք», իր աղբորն դատի տվեց։ Նույնը Ռուանդայում, Աֆրիկայում ամենահետամնաց պետությունները թուսիներով անով իրար որդում էին 94 թվին վերջերս, այսօր Աֆրիկայի ամենազարգացած պետություններից մեկն է։ Տեսաք թե ինչքան վնաս եք դուք տվել, ուզում եք մնաք իշխանության, ոչ, մհեր դելել է իժարից։ Դուք, եթե նամուս ունեք, մարդամիա ձեզ խփեք բրծեք,